Կաշառքը որպես թույլտվության բանալի։ Շինարարական թույլտվությունները Արարատի համայնքապետարանում դարձել էին ոչ թե իրավական ընթացակարգի, այլ վճարովի ծառայության առարկա։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտմամբ համայնքապետարանի պաշտոնատար անձը 2023 թվականից 2024 թվականների ընթացքում ձևավորել էր կայուն կոռուպցիոն սխեմա, շինարարության անհրաժեշտ թույլտվությունների տրամադրումը պայմանավորելով կանխիկ համաձայնություններով։ Պաշտոնյան նախագծման գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենի գործուն աջակցությամբ յուրաքանչյուր դեպքում պահանջել եւ ստացել է 100,000 դրամից մինչև 190,000 դրամ կաշառք, օրինական գործընթացը անխոչնդոտ կազմակերպելու դիմաց։ Սխեման գործում էր մեխանիկորեն, հավասարակշռված եւ առանց ավելորդ քողարկման ներգրավելով ընդհանուր առմամբ 16 անձանց, ովքեր այսօր ունեն արդեն մեղադրյալի կարգավիճակ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական բարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձը բազմաթիվ կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու համար շինարարության անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման գործընթացը անխոչնդոտ կազմակերպելու համար 2023-ից 24 թվականների ընթացքում օգտվելով մինչև 16 միլիոն դրամ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար ծրագրի շրջանակներից որպես կաշառք պահանջել եւ նախագծում գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենի օժանդակությամբ ստացել է տարբեր չափի գումարներ, յուրաքանչյուր դեպքում 100-ից 190,000 ՀՀ դրամ։ Արարատի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը մեկ տասնյակից ավել կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու համար, այն է շինարարության թույլտվության տրամադրման համար իր ծանոթներից Բաղեշ ՍՊ ընկերության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ 2023-2024 թվականների ընթացքում մեկ տասնյակից ավել քաղաքացիներից ստացել է կաշառքի գումարներ 100,000-ից մինչև 190,000 գումար։ Նախաքննությամբ պարզվել է, որ համայնքապետարանի հիշյալ պաշտոնատար անձը օգտվելով վերը նշված ընկերության տնօրենի կողմից նախապես տրամադրված փաստաթղթերից կազմել եւ վերջինիս հաստատմանն է ներկայացրել բնակելի տներ կառուցելու նախագծեր, ինչի հիման վրա էլ Արարատի մարզի տարբեր բնակիչներից ստացված կաշառքի դիմաց նրանց տրամադրվել են շինարարության թույլտվություններ։ Քաղաքաշինության բաժնի պետը Բաղեշ ՍՊ ընկերության կողմից տրամադրված փաստաթղթերի հիման վրա կազմել է իրեն դիմաց քաղաքացիների առանձնատներ կառուցելու համար նախագծերը, որը հաստատվել է Բաղեշ ՍՊ ընկերության տնօրենի կողմից, որից հետո եւ քաղաքացիները նշված փաթեթը նախագծման ներկայացրել են Արարատի համայնքապետարան, որի հիման վրա էլ տրվել է շինարարության թույլտվությունները։ Կաշառք ստանալու համար Արարատի համայնքապետարանի պաշտոնատար անձին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենին, ինչպես նաև կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության համար թվով 14 անձանց մեղադրանքներ են առաջադրվել։ Քաղաքաշինության բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի առաջին մասով։ Բաղեշ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 46-435 հոդվածի առաջին մասով, այն է օժանդակելը կաշառք ստանալուն։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 436 հոդվածի առաջին մասով մեղադրանքներ են ներկայացվել նաև կաշառք տվողներին։ Վերը նշված 16 մեղադրյալների վերաբերյալ քրեական բարույթով նախաքննությունն ավարտվել է, բարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։